Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, եւ այսպես Ուիլյամ Սարոյան հիմնադրամը սեպտեմբերի 5-ից 11-ը ներկայացրեց Սարոյանական օրեր, որի ընթացքում տեղի ունեցան մի շարք սպասված միջոցառումներ, բացառիկ ցուցադրություններ ու բացահայտումներ։ Այս ամենը հնարավորություն ընձեռեց նորովի ընկալելու ու տեսնելու Սարոյանական աշխարհը։ Անցնող օրերի, տպավորությունների, առաջիկա ծրագրերի մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Տաղավարում են Ուիլյամ Սարոյանի հիմնադրամի նախագահ Սկոտ Սեթրակյանը, բարի առավոտ, good morning։ Good morning. Եվ թարգմանչուհի Լուսիլ Ջանինյանը, բարի առավոտ։ Բարի լույս։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար, շնորհավորում ենք Սարոյանական օրերի հրաշալի կերպով անցկացնելու արդիվ։ Մի փոքր երևի թե խոսենք տպավորությունների մասին։ Ինչ տպավորություններ ունեք այս մեկ շաբաթվա ընթացքում։ Yeah, it's been a great week. It's been wonderful being here in Yerevan. It has been wonderful sharing so many aspects of William Saroyan with the Armenian people. You probably know we opened an art show of over 100 of William Saroyan's pieces of artwork that have never been shown anywhere in the world. That's at the Museum of Literature and Art. And that's going to be going on all the way to the end of the year. We released a book of 22 unpublished short stories. These are short stories that Saroyan wrote during his career that have also never been published. That book's published in Armenian and it's now available, I believe, for sale. And we also had 3 different theatrical performances. We had 2 different showings of a rough cut of a new movie that's being made of a William Saroyan short story. We had a number of different kind of academic settings. We had one at the National Library where they talked about Saroyan in Armenian. We had a gathering of Armenian creatives talking about Saroyan's inspiration in literature, in art, in cinema, and in playwriting. And we have had a couple of fabulous receptions. It's just been wonderful being here, and I feel really good about it. Թույլ տվեք նշեմ, որ սա իսկապես հրաշալի շաբաթ էր եւ ինձ համար մեծ պատիվ էր վերադառնալ Երևան եւ վերաբացահայտել Սարոյանական աշխարհը հայերի հետ Հայաստանում։ Այս մեկ շաբաթվա ընթացքում մենք ունեցանք Սարոյանական նկարների ցուցադրություն, որը բացվեց Գրականության եւ Արվեստի թանգարանում եւ ցուցադրությունը բաց կլինի եւ հասարակությանն էլ հասանելի կլինի թերևս մինչ տարեվերջ։ Մյուս միջոցառումը, որը առանցքային նշանակություն ուներ այս օրերի համար, Սարոյանական գրքի 22 անտիպ պատմվածքների լույս ընծայումն էր, որը իսկապես հրաշալի առիթ էր։ Այդ պատմվածքները ոչ միայն երբևէ հայերեն չեն եղել, այլ որևէ այլ լեզվով հրատարակված չեն եղել։ Մենք ունեցանք նաև իհարկե հրաշալի թատերական 3 ներկայացումներ, ունեցանք ակադեմիական գիտական հանդիպումներ, ի թիվս դրանց մենք ունեցանք հրաշալի հանդիպում Հայաստանի ազգային գրադարանում եւ ստեղծարար մարդկանց հետ տարբեր հանդիպումներ։ Ի վերջո պետք է ասեմ, հրաշալի շաբաթ էր։ Եվ ես վստահ եմ, որ այդպես էլ անցել է հրավառություն, արվեստի Սարոյանական հրավառություն որպես այդպեսին։ Սարոյանին սիրում են ոչ միայն հայերը, այլև ամբողջ աշխարհում, դա մեզ համարայում մեծ պատիվ է, իսկ Հայաստանում իսկապես։ Ես գիտեմ, որ նաև տեղի ունեցել գրական մրցույթ հայ ստեղծագործողների համար, հետաքրքիր է ինչպիսի արդյունքներ են եղել, ովքեր են հաղթողները, ինչ ձևաչափով։ Sure. So the Yerevan International Book Fest runs several different contests every year. And one of them is for the writing of short stories. And this year, the Saroyan Foundation worked with the book festival to organize that around the William Saroyan Prize. And the prize that we gave was a painting by William Saroyan. He was kind of an abstract expressionist, but this particular painting evoked the shape of Armenian letters. There were over 100 entries from all over the world. And the winner was an Armenian writer who wrote a story called America Plays Pregnant. And it is a fantastic story, and the name of the writer is slipping me right now.
Իրականում ուզում եմ նշել, որ Երևանի Bookfest միջոցառումը, որին թերևս դուք քաջատեղյակ եք, իրականացվում է ամեն տարի եւ նրանք գրական մրցանակներ են հանձնում տարբեր կատեգորիաներում եւ այնտեղ կա նաեւ կարճ պատմվածքների մրցանակ, որը այս տարի սերտորեն համագործակցելով Bookfest-ի հետ որոշեցինք, որ պետք է վերածվի Սարոյանական մրցանակի եւ մրցանակը շատ հետաքրքիր էր, այն Սարոյանի վրձնին պատկանող կտավ էր եւ ինչն է բացառիկ, որ այո, այն պատկանում է abstract ժանրին, բայց այն նկարում Սարոյանը փորձել է պատկերել հայերեն տառերը։ Եվ մենք ընթերցել ենք շատ պատմվածքներ մրցույթի շրջանակներում, առնվազն 100 դիմումատու հայտնվել էին ցանկում, բայց հաղթողը հայ գրող է եւ շատ ուրախ եմ, հրաշալի կարճ պատմվածք էր իմ սիրելիներից մեկը, որը վերնագրված էր America Plays Pregnant։ Այո։ Նաև 100 ստեղծագործություն ներկայացվեց Սարոյան նկարչի կողմից եւ շատ հետաքրքիր է վերջին 20 տարում 20 տարվա ընթացքում ամենամեծ քանակն է ստեղծագործությունների, որ կարողացել եք ներկայացնել, ինչպիսին էր արձագանքը, արդյոք կարողացաք ստացվեց ներկայացնել ամբողջովին Սարոյան նկարչին ու նրա արվեստը որպես նկարիչ։ Could you How was the feedback after the painting? First of all, Saroyan was an artistic genius. He really was. Yes, of course. There are very few writers of any type that have had the incredible success that he had both in literature and in playwriting. They're thought to be very different requirements for success. He was able to do it. His artwork is just now being discovered. We at the foundation actually have the large body of work that he did over a period of about 50 years of his life. And we're just now introducing it. The feedback has been sensational. The work, and you got to go see it. I mean, it's so good. And I think you'll see for yourself just how amazing Saroyan's eye was both for form and for color. Սարոյանը հիրավի տաղանդավոր արվեստագետ էր եւ թերևս նշեմ, որ քիչ են այն գրողները, որոնք կարողանում են մի քանի ժանրում իրենց այսպես կատարելապես դրսևորել։ Սարոյանը դա կարողացավ անել գեղարվեստական արձակում եւ Սարոյանին հաջողվեց ունենալ նաեւ հրաշալի պիեսներ։ Ինչ վերաբերում է այս նկարներին, պետք է որ ասեմ, այն սենսացիոն հաջողություն ունեցավ, որովհետեւ մարդիկ իսկապես տպավորված էին եւ բոլորի ցանկությունը գնալ տեսնել այդ նկարները, որովհետեւ Սարոյանը ոչ միայն հրաշալի տաղանդավոր է իր գրչով, այլև իր գույներով։ Եվ աչքերի տեսած գույներով։ William Saroyan Foundation-ը հետաքրքիր ծրագրեր է իրականացում եւ վստահ եմ, որ Սարոյանական օրերը չեն միակ ծրագրերը։ Հետաքրքիր է այս առումով ինչ նոր նախագծեր, նոր սպասվելիք իրադարձություններ կարող են տեղի ունենալ։ Foundation is caring of and we know about it. What are the upcoming projects that the foundation may? Good question. So first, it's just a little bit of background. Saroyan himself started the foundation in 1966. And the mission had sort of two parts. One has been charitable, and we support a number of important organizations here in Armenia and also back in the USA. They tend to relate to Armenians and education. Թույլ տվեք մի փոքր նախապատմություն սրա պատմել։ Վիլյամ Սարոյանը ինքն էր հենց հիմնադրել Վիլյամ Սարոյանի անվան հիմնադրամը դեռևս 1966 թվականին։ Եվ հիմնադրամը պետք է աշխատեր ունենար երկու առաքելություն։ Դրանցից մեկը բարեգործականն էր, այդ թվում ոչ միայն Հայաստանում, այլև ԱՄՆ-ում եւ հայերի դեպքում հատկապես կրթական ծրագրերին աջակցելով։ The second part of the mission is to kind of maintain Saroyan's legacy through the years and keep him in front of successive generations. And one of the objectives of Saroyan Days here in Armenia was to kind of introduce him to a younger generation of Armenians. Saroyan Days was produced with the great assistance of both the Ministry of Culture and the U.S. Embassy. And to answer your question directly, both of them, and me too, we all feel great about how it went, and we're beginning to wonder if we should maybe do it again next year. So that might be our next act here in Yerevan. Let it be.
You think so? Իսկ հիմնադրամի երկրորդ առաքելությունը արդեն իսկ սարոյանական ժառանգությունը ոչ միայն հայերին, այլև համայն աշխարհին ներկայացնելն է։ Եվ հատկապես Սարոյանի համար կարևոր է, որ երիտասարդ սերնդի հետ կիսվի իր փորձը, իր պատմությունը եւ իր գրական ժառանգությունը։ Այս սարոյանական օրերը հնարավոր եղավ կատարածել ԿԿՄՍ նախարարության աջակցությամբ, համագործակցությամբ, ինչպես նաեւ Հայաստանում Ամերիկայի դեսպանատան հետ սերտորեն համագործակցությամբ եւ պետք է նշեմ, որ բոլոր կողմերը ի վերջո գոհ են մնացել, այդ թվում եւ ես։ Եվ անդրադառնալով այն հարցին, թե որոնք են մեր գալիք ծրագրերը կամ նպատակները, մենք արդեն իսկ մտմտում ենք այն ուղղությամբ, որ գուցե այն ունենանք նաեւ մյուս տարի։ Հրաշալի է։ Պարոն Սկոտ, վստահ ենք, որ քաչ ծանոթ եք Սարոյանի ստեղծագործություններին եւ եթե ասենք, որ եւ եթե հենց այդպես ասենք, վստահաբար շատ քիչ կթվա, բայց ո՞րն է ձեր ամենասիրելի ստեղծագործությունը Սարոյանից։ Gittem որ շատ դժվար է։ I know. And I have three answers. And I don't want to go on too long. One, a story that everybody knows is called The Pomegranate Trees. And it's fantastic. There are, in this book of 22 unpublished stories, a couple that are really my favorites, but nobody's read them before because they've just now been published. There's one, I think my favorite in the book is called Various Prayers. And you'll have to read it. Oh. But I'll tell you my third answer in a minute. Իհարկե դժվար հարց է, բայց փորձեմ պատասխանել եւ ես ձեր հարցին ունեմ 3 պատասխան։ Բնականաբար իմ սիրելի գործերից մեկը ստեղծագործություններից մեկը հայտնի նորարարիներն են եւ երկրորդ պատմվածքը, որը ես կնշեմ, ընդգրկված է 22 անտիպատմվածքների շարքում, գուցե դուք դեռևս չեք հասցրել այն կարդալ, այն կոչվում է բազմազան աղոթքներ, կարդացեք, հրաշալի ստեղծագործություն է ուղղակի։ The third favorite story, Soroyan, in addition to being, he wrote every day. He was a very hardworking professional writer. He also left behind thousands of pages of personal journals that he wrote every single day. And there is a story of Soroyan, about Soroyan, by Soroyan, that has never been told before. And it's my favorite story by Soroyan. And I'm trying to figure out maybe how we might be able to produce that as a book. We'll see. It's an amazing story, his life. And it wasn't always easy, and it had great heights and it had very deep lows. And he finally had a redemption in his later years that was fantastic. It's quite a story. Խոսելով Սարոյանի մասին եւ իմ երրորդ ամենասիրելի ստեղծագործության մասին, կուզեմ նշել, որ Սարոյանը թողել է նաեւ հազարավոր օրագրային նշումներ։ Նա գիտենք, որ ջանասիրաբար աշխատում էր ամենօրյա ռեժիմով եւ այդ օրագրերում հրաշալի, այսպես ասած, գրառումներ ենք տեսնում եւ այնտեղ կա մի պատմություն, որը կոչվում է այսպես Սարոյանի մասին, գրված Սարոյանի կողմից։ Այն իսկապես շատ հետաքրքիր է։ Սարոյանը որպես արվեստագետ իհարկե ունեցել է արվեստագետին հատուկ վերելքներ, վայրեջքներ եւ իսկապես այս գրառումը մտածում եմ ինչպես կարելի է ներկայացնել հանրությանը, որովհետեւ այն հիրավի շատ հետաքրքիր է։ Mr. Scott, ինչ եք պատկերացնում, ինչպես եք պատկերացնում, օրինակ, հնարավոր է սարոյանական օրերը այս ձևաչափով Հայաստանի սահմաններից դուրս լինեն, որպեսզի սարոյանական գրիչը ավելի համաշխարհային Is there any chance of possibility that Saroyan days, keeping the same forms and event, would take place not only in Armenia but also out, like in other countries? It's possible. It's possible. The logical places would be in California, Fresno, San Francisco, possibly Los Angeles, and also in Paris. Soroyan had a home in Paris that he kept for many years, and there are actually there's a large Armenian community in Paris that also likes Soroyan very much. One of the key things is finding a publisher for the 22 unpublished stories. We are working with one publisher in French. We are beginning to have discussions in English, and so if we can get those going, I think it's very possible that we will follow the model that we've created here and have Soroyan days either in Europe or in North America.
Դա հրաշալի Այն կլինի։ հնարավոր է, որ այս ձևաչափը պահելով մենք ունենանք սարոյանական օրեր, տրամաբանորեն եթե շարունակեմ, այն հնարավոր կլինի իրականացնել Կալիֆոռնիայում, Սան Ֆրանցիսկոյում, գուցե նաև Լոս Անջելեսում եւ նաև Փարիզում։ Ինչու Փարիզում, որովհետեւ բացի այն հանգամանքից, որ Սարոյանը այնտեղ տուն ուներ, սիրված էր եւ այնտեղ կա հայկական մեծ համայնք։ Մենք հիմա աշխատում ենք մեր ֆրանսիական հրատարակչի հետ, բանակցություններն են ընթանում, որպեսզի այս 22 անտիպ պատմվածքները տպագրվեն նաև ֆրանսերենով եւ նաև բանակցում ենք անգլերենի շուրջ։ Այո։ And do you promise you're going to come? I promise. Որ գալու եք։ I promise. Deal. We're a big fan of William Saroyan. Մենք մեծ երկրպագուն ենք Big fan of իհարկե։ your program too. Մենք հաղորդման մեծ երկրպագում ենք։